Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։ Եվ ես իրականում քաջալերում եմ, որ սկսեք աղոթել այն անձնավորության համար, որը վիրավորել է ձեզ, եւ դուք դժվարանում եք հաղթահարել դա։ Հարկ չկա, որ ձեր աղոթքը երկար լինի։ Պարզապես ասեք Աստված, ես ներում եմ նրան եւ խնդրում, որ օրհնես նրան եւ աղոթում եմ, որ նա լավ օր ունենա։ Գիտեք, թշնամուն ոչինչ չի զայրացնում ավելի, քան այդպիսի արարքը։ Ես Ջոյս Մայերն եմ եւ հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել ձեզ ամեն բնագավառում։ Շնորհակալություն այսօր ինձ միանալու եւ վայելել ամենօրյա կյանքը հաղորդումը դիտելու համար։ Գիտեք, մենք իսկապես ուզում ենք վայելել կյանքը, այնպես չէ՞։ Մենք իսկապես ուզում ենք վայելել մեր կյանքի յուրաքանչյուր օրը, քանի որ ես մի փոքր ծերացել եմ, նկատի ունեմ մի փոքր, պարզապես մի փոքր։ Ինձ համար իսկապես կարևոր է, որ չվատնեմ իմ օրերը, իսկ Սատանան ուզում է, որ վատնենք մեր օրերը։ Նա սիրում է գտնել ճանապարհներ, որոնցով կստիպի մեզ վատնել մեր ժամանակը։ Այս շաբաթ մենք մի քանի ուղերձ կունենանք Սատանայի մասին։ Այսօր խոսելու եմ, թե ինչպես է Սատանան հարձակվում մեզ վրա։ Գիտեք, կան բազմաթիվ թեմաներ, որոնց մասին կգերադասեի սովորեցնել ավելի, քան Սատանայի մասին։ Համոզված եմ, որ դուք մտածում եք, հրաշալի է, դա հիասքանչ կլինի։ Բայց խնդիրն այն է, որ եթե մենք չսովորեցնենք այդպիսի բաների մասին, մարդիկ հակված են մոռանալու, որ Սատանան այն ամենի հետևում է, ինչ տեղի է ունենում նրանց կյանքում։ Քանի որ նա գործում է մարդկանց միջոցով, կփորձի օգտագործել նրան, ում կարող է։ Նա կգործի ինչ-որ մեկի միջոցով, որը վերստին ծնված է, կամ մեկի, որը վերստին ծնված չէ։ Շատ անգամներ ցավոք մենք թույլ ենք տալիս, որ թշնամին օգտագործի մեզ եւ նույնիսկ չեն գիտակցում, թե ինչ է տեղի ունենում։ Նկատի ունեմ, որ կարող ենք ինչ-որ մեկին ինչ-որ բան ասել, որը կստիպի նրան անվստահ կամ վատ զգալ։ Ես իսկապես վշտացա, երբ կարդացի, որ քրիստոնյաների 50%-ը չի հավատում, որ Սատանան իրական է։ 50%-ը չի հավատում, որ Սատանան իրական է։ Ես մտածեցի, լավ, ձեր կարծիքով ինչ է տեղի ունենում։ Գիտեք, եւ նույնիսկ նրանք, ովքեր հավատում են, չեն գիտակցում, որ նա իսկապես գործում է։ Անշուշտ նա հոգի է եւ չունի մարմին ինչպես մենք, բայց նա պարզապես ինչ-որ ներգործություն կամ գոյություն չէ։ Սատանան իսկապես իրական է։ Եվ նա մենակ չէ։ Նա իր հետ վերցրեց հրեշտակների 1/3-ին, երբ երկնքից վռնդվեց։ Այնպես որ նրա նմանները շատ են։ Եվ Հիսուսը մշտապես գործ ուներ Սատանայի հետ։ Նա մշտապես գործ ուներ դևերի հետ։ Եվ նա տվել է մեզ իշխանություն այս բնագավառում։ Այս թեման կրկին ուսումնասիրելով ես հայտնաբերեցի, թե որքան հաճախ նույնիսկ ես եմ մոռանում, որ Սատանան իրական է։ Ձեզնից ինչ-որ մեկը ինձ նման երբևէ մտածել է հիմար բաներ։ Եվ դուք պարզապես մտածում եք, ինչ։ Ինչու եմ ես այդպես մտածում։ Այնուհետև ես կարծես ուշքի եմ գալիս եւ ասում, դա պարզապես թշնամին է, որ մտքիս մեջ կաթեցնում է այդ սուտը։ Այսպիսով ինչպես է Սատանան հարձակվում մեզ վրա։ Նախ եւ առաջ մենք գիտենք, որ մեր միտքը նրա սիրելի խաղադաշտն է։ Միտքը մարտադաշտ է, կան սուրբ գրային մի քանի հզոր խոսքեր։ Ես ամբողջությամբ չեմ կարդա դրանք, բայց Կորինթացիների 2-րդ թղթի 14 եւ 5 խոսքերում ասվում է, որ մեր պատերազմի զենքերը ֆիզիկական չեն։ Եթե դրանք ֆիզիկական չեն, ուրեմն հոգեվոր են։ Եվ այդ զենքերից են փառաբանությունը եւ երկրպագությունը։ Գիտեք, որ երախտագիտությունը զենք է թշնամու դեմ։ Նա դրդում է մեզ, որ դժգոհենք, իսկ Աստված ցանկանում է, որ շնորհակալ լինենք ամեն բանի մեջ, եւ նա փորձում է խաբել մեզ։ Զարմանալի է, թե այսօր այս սենյակում, ել չասած, որ այստեղից դուրս որքան հրաշալի մարդիկ կան, որոնք դիտում են տարբեր բաներ եւ հավատում բազմաթիվ ստերի, նույնիսկ չգիտակցելով, որ դրանք ստեր են։ Քանի որ դուք գիտեք խոսքը, արդյոք չեք հասկացել, որ այն, ինչին հավատացել եք, նույնիսկ ճշմարիտ չի եղել։ Ես հայտնաբերում եմ, որ կան բաներ, որոնք դեռ սովորում եմ։ Իրականում մենք պետք է համեմատենք Աստծո խոսքի հետ այն, ինչին հավատում ենք, որպեսզի իմանանք, որ այն, ինչին հավատում ենք, ճշմարիտ է, որովհետև Սատանայի համար մեկ հնարքը, եթե ուզում եք այդպես անվանել, մարդկանց խաբելն է։ Եվ ամենամեծ խաբեությունը սա է, նա իրական չէ։
Մարդկանց 50%-ը մեծապես խաբված է, որովհետև եթե մենք մտածենք, որ նա իրական չէ, երբեք չենք տեսնի, թե ինչ է նա անում։ Գրված է, որ հոգևոր զենքերով, իսկ ամենամեծ զենքը Աստծո խոսքն է, մենք հերքում ենք փաստարկները, տեսությունները, դատողությունները, մեր գլխում պտտվող բոլոր հպարտ եւ ամբարտավան մտքերը, որոնք չեն համապատասխանում Աստծո խոսքին։ Եվ Հռոմեացիների 12-րդ գլխում գրված է, որ մենք պետք է լիովին նորոգենք մեր մտքերը։ Եվ դա կատարվում է Աստծո խոսքի միջոցով։ Հակառակ դեպքում մենք երբեք չենք վերապրի այն բարի ծրագիրը, որ Աստված ունի մեր կյանքի համար։ Դուք կարող եք լսել դրա մասին, ցանկանալ այն, կարդալ դրա մասին, բայց երբեք չեք վերապրի այն, եթե չսովորեք ճիշտ մտածել։ Հաջորդ բանը, որ նա սիրում է գործածել մեր դեմ, մեր զգացմունքներն են։ Նա սկսում է մեր մտքից, որովհետև մտքերն ազդում են զգացմունքների վրա։ Դու կարող ես հիանալիորեն լավ զգալ, այնուհետև նստել ու մտածել, թե ինչպես է ինչ-որ մեկը վերջերս վարվել քեզ հետ։ Դու դրա մասին չէիր էլ մտածում, դու հաղթահարել ես դա, դու աղոթել ես դրա համար։ Եվ հիմա հանկարծ առավոտյան արթնանում ես ու սկսում մտածել դրա մասին։ Ես մտածում եմ, որ թշնամին վաղ առավոտյան մեր միտքը գրավելու փորձ է կատարում, որովհետև եթե նա կարողանա հենց սկզբից փչացնել մեր օրը, հնարավոր է, որ ամբողջ օրը այդպես անցկացնենք։ Ես մտածում եմ այնպիսի բաների մասին, որոնց մասին չեմ ցանկանում մտածել։ Եթե ես չեմ ցանկանում մտածել դրա մասին, ուրեմն դա հաստատ իմ միտքը չէ։ Հաստատ կա մեկը, ով դնում է այդ միտքը իմ մեջ։ Եվ մենք գիտենք, որ Հիսուսը միշտ կռվում էր թշնամու դեմ խոսքով։ Եվ մենք կարիք ունենք ոչ միայն իմանալու խոսքը, այլև խոսելու այն։ Ես գիտեմ, որ երբեմն քեզ հիմար ես զգում, երբ քայլում ես տան շուրջը եւ բարձրաձայն խոսում խոսքը, բայց Հիսուսը խոսքով պատասխանեց սատանային։ Ուստի կարծում եմ մենք էլ կարող ենք եւ պետք է վարվենք նույն ձևով։ Մենք չենք կարող լինել ծույլ եւ պարտության մատնել թշնամուն։ Մեկ այլ միջոց, որը նաև շատ հզոր միջոց է, որով նա հարձակվում է մեզ վրա, մեզ բարկացնելն է։ Երբեմն պարզապես անհնար է չբարկանալ մարդկանց արարքների վրա։ Մի փոքր դժվար է չբարկանալ այն մարդու վրա, որը սողոսկում է այն կայանատեղին, որին դու սպասում էիր 5 րոպե, եւ դու պարզապես ուզում ես բղավել։ Տարիների ընթացքում բազմիցս զբաղվել եմ սրան եւ ինչ-որ բան սովորել եմ, ես որոշում եմ չտրվել հույզերին եւ պարզապես ասում եմ, ես օրհնում եմ քեզ։ Եվ փնտրում եմ մեկ այլ տեղ կայանելու համար, այնպես որ ես հաղթում եմ։ Գիտեք, մենք պարտվողներ ենք, երբ թույլ ենք տալիս, որ թշնամին մեզ զայրացնի։ Հիսուսն ասաց, սա գրված է Հովհաննեսի 14:27-ում։ Խաղաղություն եմ թողնում ձեզ։ Իմ յուրահատուկ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ոչ թե ինչպես աշխարհն է տալիս, ես տալիս եմ ձեզ։ Այնպես որ յուրաքանչյուրը կարող է երջանիկ լինել, երբ ամեն բան իր ուզած կերպով է ընթանում, բայց լինում են իրավիճակներ, երբ ամեն բան չի ընթանում այնպես, ինչպես դու ես ցանկանում։ Օրինակ, երբևէ պատահել է, երբ կայանատեղիում սպասում ես եւ ինչ-որ մեկը ներխուժում ու անմիջապես զբաղեցնում է այն ազատված տեղը, որին երկար ժամանակ սպասում էիր։ Նա գիտի, որ դու սպասում էիր, սակայն նրա համար միևնույն է։ Եվ մենք ուզում ենք վրդովել ու բարկանալ, բայց Հիսուսը Հովհաննեսի 14:27-ում ասաց, որ ոչ միայն տվել է մեզ խաղաղություն, այլև դա յուրահատուկ խաղաղություն է։ Դա մի խաղաղություն է, որը կարող է գործել, երբ ամեն բան խառնաշփոթի մեջ է։ Այնուհետև ընդլայնված Աստվածաշնչում գրված է, այնպես որ դադարեք թույլ տալուց, որ վշտանաք, վախենաք, հիասթափվեք եւ այլն։ Այսպիսով Հիսուսն արել է իր մասը, մենք էլ պետք է անենք մեր մասը։ Եվ դա պահանջում է ինքնատիրապետում։ Միթե բոլորս չենք սիրում ինքնատիրապետում։ Այսպիսով, եթե բարկացած ես ինչ-որ մեկի վրա, պարզապես հաղթահարիր դա։ Գիտեք, որ դա չի փոխելու նրան, նրա համար միևնույն է, որ քո օրը փչանում է այն պատճառով, որ զայրանում ես նրա վրա։ Դու նրան ցավ չես պատճառում նրա վրա զայրանալով, նրա համար միևնույն է։ Նա լավ ժամանակ է անցկացնում եւ չի էլ մտածում, որ դու վրդովված ես, այնպես որ թույլ մի տուր, որ թշնամին այդպես վարվի քեզ հետ եւ պարզապես որոշիր երջանիկ լինել։ Իրականում դու պետք է վարժվես դրանում, որպեսզի հասկանաս դա, բայց շատ հաճախ երբ փորձում ենք ներել ինչ-որ մեկին, կարծես չենք կարողանում։ Մենք ուզում ենք, բայց պարզապես չենք կարողանում հաղթահարել դա եւ շարունակում ենք մնալ զայրացած եւ այդ զգացողությունը մեզնից չի հեռանում։ Պատճառն այն է, որ մենք չենք անում այն, ինչ Աստված ասում է իր խոսքում։ Եվ բաներից մեկը, որ նա ասում է, թշնամիների համար աղոթելն է։
Վերջերս հայտնվեցի մի իրավիճակում, երբ ինչ-որ մեկը իր արարքով պարզապես վիրավորեց ինձ։ Եվ ես չէի կարողանում մոռանալ դա։ Ես դեն էի նետում այդ մտքերը, բայց դրանք կրկին վերադառնում էին։ Ես դեն էի նետում, իսկ դրանք վերադառնում էին։ Ես հոգնել էի դրանք դեն նետելուց եւ կրկին ընդունելուց։ Ես սկսեցի ամեն օր աղոթել այդ մարդու համար։ Աստվածաշունչն ասում է, որ աղոթենք, որ նրանք օրհնվեն եւ երջանիկ լինեն։ Իրականում մենք չենք ցանկանում, որ նրանք երջանիկ լինեն։ Դա ճշմարտություն է։ Կարծես ասում ենք, ես չեմ ուզում այս Աստծուն, բայց կաղոթեմ։ Բայց ինչ որ մեկին օրհնել չի նշանակում, որ Աստված նրան նոր տուն կամ որևէ այլ բան է տալու։ Ինչ կլինի, եթե նա օրհնի նրան որևէ ճշմարտությամբ եւ հայտնությամբ, որոնց կարիքը նա ունի իր կյանքի համար։ Ուստի ես թողնում եմ Աստծուն այն, թե ինչպես նա կօրհնի նրան։ Եվ ես իրականում քաջալերում եմ ձեզ, որ սկսեք աղոթել այն անձնավորության համար, որը ձեզ վիրավորել է, եւ դուք դժվարանում եք հաղթահարել դա։ Հարկ չկա, որ ձեր աղոթքը երկար լինի, պարզապես ասեք. Աստված, ես ներում եմ նրան եւ խնդրում, որ օրհնես նրան եւ աղոթում եմ, որ նա լավ օր ունենա։ Գիտեք, թշնամուն ոչինչ չի զայրացնում ավելի, քան այդպիսի արարքը։ Ես մտածում եմ, որ իրականում մեծ արտոնություն է ունենալ ներելու շնորհք։ Ես վերջերս եմ սկսել մտածել այդ մասին։ Ես մտածում էի, որ մենք չպետք է ատենք մարդկանց։ Չպետք է բարկանանք եւ վրեժ լուծենք։ Սակայն աշխարհում մարդիկ չունեն մեկ այլ ընտրություն, որովհետև չկա մեկը, որ օգնի իրենց։ Այնպես որ մենք երբեք չպետք է վարվենք այնպես, ինչպես աշխարհն է վարվում։ Մենք պետք է վարվենք այնպես, ինչպես Աստված է վարվում։ Մեկ այլ բան, որ թշնամին անում է, սա է. նա փորձում է ստիպել մեզ գնել այնպիսի բաներ, որոնք չեն կարող մեզ թույլ տալ։ Համոզված եմ, որ սա չի վերաբերում այստեղ նստածներին։ Այնպես որ ես պարզապես կխոսեմ դրսի մարդկանց հետ։ Գիտեք, գեղեցիկ բաների մեջ կա ինչ-որ բան, որն արթնացնում է մեր հույզերը։ Տղամարդկանց համար դա կարող է լինել նոր մեքենան։ Երբեք չեմ մոռանա, սա մի անգամ Դեյվը տարավ ինձ խանութ նոր մեքենա գնելու։ Չգիտես ինչպես մենք հեռացանք այնտեղից գնելով մեկ այլ մեքենա նրա համար եւ ոչ մի մեքենա ինձ համար։ Եվ դա կրկնվեց, դա պատահել է 2 անգամ։ Գիտեք ինչու, որովհետև տղամարդիկ հուզական են դառնում։ Ինձ համար կարևոր չէ, թե որքան ժամանակ եմ վարում նույն մեքենան։ Կարևորը, որ այն մաքուր է, լավ տեսք ունի, լավ է աշխատում եւ անվտանգ է, բայց տղամարդիկ մտածում են, որ պետք է փոխեն այն շատ հաճախ։ Այնպես որ բոլորիս բնորոշ են որոշակի բաներ, լինեն կին, թե տղամարդ, երիտասարդ, թե տարեց։ Մեր կյանքում կան բնագավառներ, որտեղ հույզերն ավելի հեշտ են վերահսկում մեզ։ Եվ եթե դու պատրաստվում ես ինչ-որ բան գնել, հատկապես եթե դա մեծ բան է, կանգ առ եւ մտածիր. արդյոք սա ճնշում է բերելու ինձ վրա։ Գիտեք, մեքենան հրաշալի տեսք ունի ցուցասրահի լույսերի ներքո, այն այդպիսի տեսք չի ունենա, երբ բերեք տուն։ Այն դարձյալ լավ տեսք ունենա, բայց ոչ այդքան լավ։ Զարդեղենը նույնքան գեղեցիկ տեսք չունի այն ժամանակ, երբ բերում եք տուն։ Ինչ որ բան կա լույսերի մեջ, որոնք տվյալ իրը շատ ավելի ցանկալի են դարձնում։ Եվ հարցն այն է, որ դուք կարող եք ոգևորվել ու գնել այն, բայց արդյոք երջանիկ կլինեք 5 տարի վճարելով դրա համար։ Գիտեք, շատերը դեռ վճարումներ են կատարում ինչ-որ բաների համար, որոնք նույնիսկ չգիտեն, թե որտեղ են։ Դուք նույնիսկ չգիտեք, թե ինչ եք արել դա կամ որտեղ եք դրել։ Իրականում, անկախ նրանից, թե որքան գումար ունեք, նույնիսկ եթե ունեք բավականաչափ գումար ինչ-որ բանի համար, միևնույն է, կարծում եմ, որ մենք պետք է հարգենք փողը, եթե պատրաստվում ենք սպասելու դրան։ Եվ հարգելու մաս է կազմում այն չվատնելը։ Կան բազմաթիվ մարդիկ, որոնք դժվարության մեջ են եւ ոչինչ չունեն, իսկ մենք շատ հաճախ գնում ենք այնպիսի բաներ, որոնցից 10 հատ արդեն ունենք տանը։ Գուցե մի փոքր ավելի լուրջ պետք է վերաբերվենք այս բանին։ Իրականում, վերջերս ես ավելի հաճախ եմ մտածում սրա մասին։ Գիտեք, մենք որևէ բանի սեփականատեր չենք։ Մենք տնտեսներ ենք։ Այն ամենը, ինչ ունենք, ստացել ենք Աստծուց։ Ուստի մենք ակնկալում ենք, որ այն մարդիկ, որոնք աշխատում են մեզ համար, ասենք մեր մենեջերները, ծառայության ֆինանսներն օգտագործեն այնպես, կարծես դրանք իրենցն են, որովհետև շատ հեշտ է ծախսել մեկ ուրիշի գումարը, բայց մենք ծախսում ենք Աստծո ֆինանսները, որովհետև մենք ոչինչ չէինք ունենա, եթե նա չտար մեզ։
Այնպես որ եկեք հեռու լինենք պարտքից։ Գիտեք, պարտքը ճնշում է։ Եվ ես գիտեմ, որ շատերը հավանաբար մտածում են, հնարավոր չէ առանց պարտքի ապրել։ Այո, հնարավոր է, եթե դադարես ապառիկով գնել այնպիսի բաներ, որոնց կարիքը չունես։ Դու կարող ես ունենալ տան վճարումներ կամ մեքենայի վճարումներ, բայց ոմանք այնքան շատ վճարումներ են կուտակել, որ նույնիսկ չեն կարողանում գլուխ բերել այդ ամենից։ Եվ թշնամին ուզում է, որ դուք ապրեք պարտքերի ճնշման տակ։ Նա նաև սիրում է դարձնել մեզ անհամբեր, որպեսզի մենք առաջ անցնենք Աստծո ժամանակից։ Դա հույզերի ազդեցությունն է։ Երբեմն իսկապես մարտահրավեր է ինչ-որ բան անելու համար Աստծուն սպասելը։ Մենք ստանում ենք փայլուն գաղափար այն մասին, թե ինչպես կարող ենք ինչ-որ բան իրականացնել մի փոքր ավելի արագ, քան Աստված էր նախատեսել։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի անախորժության մեջ հայտնվեցին Աբրահամն ու Սառան։ Մինչև հիմա մենք գործ ունենք այն անախորժության հետ, որը սկսվեց նրանցից։ Մենք խոսում ենք զգացմունքների ազդեցությամբ։ Երբևէ պատահել է, որ ցանկացել եք պատասխան տալ նրան, ով ինչ-որ բան է ասել ձեզ։ Եթե պատասխան եք տալիս, էլ ոչինչ չեք կարող անել։ Նկատի ունեմ, հավանաբար կան մարդիկ, որոնք ամուսնալուծվում են այն խոսքերի պատճառով, որ միմյանց ասել են։ Եվ դա արվել է զգացմունքների ազդեցությամբ։ Թշնամին կդրդի, որ տրվեք զգացմունքներին։ Եկեք մի քանի խոսք լսենք Հիսուսի մասին, որոնք ինձ համար զարմանալի են։ Հովհաննեսի 14:30։ Սա այն բանից առաջ էր, երբ նա պատրաստվում էր գնալ Երուսաղեմ, չարչարվելու եւ խաչվելու։ Եվ նա իր աշակերտներին ասաց. Այլևս շատ չեմ խոսի ձեզ հետ, որովհետև այս աշխարհի իշխանը, չար ոգին, կառավարիչը գալիս է, եւ ինձանում ոչինչ չունի, ինձ հետ ընդհանուր ոչինչ չունի, իմ մեջ ոչինչ չկա, որ պատկանի նրան, եւ նա չունի իշխանություն ինձ վրա, այնպես որ այս ամենից միայն մեկ եզրակացության կարող ենք հանգել։ Նա գիտեր, որ հայտնվելու է ճնշման տակ, քանի որ ոչ միայն Աստծո որդի էր, այլև մարդու որդի, եւ ուներ մարդուն բնորոշ զգացմունքներ։ Նա նախապես որոշում կայացրեց, որ պարզապես լռելու է։ Եվ քանի անգամ են Հիսուսին մեղադրել ու նա ոչ մի պատասխան չի տվել, իսկ ինչ ենք մենք անում։ Սկսում ենք պաշտպանվել։ Թույլ տվեք ասել, թե որքան լավն եմ ես այնպիսի անձնավորություն չեմ, որ դուք կարծում եք։ Իրականում Աստվածաշունչն ասում է, որ նույնիսկ չանհանգստանանք դրա համար, այլ թույլ տանք, որ Աստված լինի մեր պաշտպանը։ Այսպիսով նա ասաց իր աշակերտներին. ես ավելի լուռ կլինեմ, քան սովորաբար, որովհետև Սատանան գալիս է իմ հետևից եւ ոչինչ չունի իմ մեջ։ Ըստ էության նա ասում էր, ես չեմ բացի իմ բերանը եւ սխալ բան չեմ ասի եւ նրան գործելու հնարավորություն չեմ տա։ Երբևէ չեք մտածել, թե ինչ են նշանակում Եսայի 53:7 գրված խոսքերը. նա անիրավություն կրեց եւ չարչարվեց, բայց հնազանդվեց եւ իր բերանը չբացեց, ինչպես մի ոչխար, որ մորթվելու է տարվում, եւ ինչպես մի մունջ մաքի իր խուզողների առջեւ, այնպես իր բերանը չբացեց։ Ես մտածում էի դրա մասին, մինչև որ հասկացա այն, ինչ այսօր ասում եմ ձեզ, կապակցելով այդ խոսքերը Հովհաննեսի 14:30-ի հետ։ Աստվածաշունչն ասում է, որ կյանքի եւ մահվան զորությունը լեզվի մեջ է, սա որպես փոքրիկ հիշեցում։ Ուստի զարմանալի չէ, որ թշնամին դրդում է մեզ ասելու սխալ բաներ։ Ես լսում եմ, թե ինչ հիմարություններ ենք մենք ասում։ Մենք ասում ենք այնպիսի բաներ, որոնք նույնիսկ տրամաբանական չեն։ Կարծես երկնքից դույլով ջուր են թափում։ Ջոյս, ես մահուճապ սիրում եմ քեզ։ Ես չեմ կարող ասել, որքան շատ մարդիկ են ինձ ասում, որ մահուճապ սիրում են ինձ, իսկ ես ասում եմ, կարող եք սիրել ինձ կյանքի չափ, ես չեմ ուզում մահանալ։ Շուրթեր։ Եթե իսկապես հավատայինք, որ խոսքերն ունեն այն զորությունը, որի մասին խոսում է Աստվածաշունչը, միթե չէինք փոխի մեր խոսելաձևը։ Նկատի ունեմ, եթե իսկապես հավատայինք։ Գիտեք, հիմա ես զգույշ պետք է լինեմ, որովհետև մի փոքր ծերացել եմ, ընդամենը մի փոքր։ Եվ չեմ ուզում անընդհատ խաղալ այդ հին խաղաթղթերով։ Ես չափազանց ծեր եմ դրա համար։ Գիտեք, ես ծերանում եմ, կամ այո, հավանաբար ցավոտ կլինի, որովհետև ես ծերանում եմ։ Դուք չեք ուզում նման բաներ ասել։ Ես պետք է լինեմ Պողոսի նման։ Իմ դրսի մարդը քայքայվում է, բայց ներսի մարդը նորոգվում է օրեցօր։
Եվ շատ մարդիկ ժամանակից շուտ իրենց համոզում են, որ թուլացել են, ծերացել։ Մյուս բանը, որ թշնամին անում է, եւ սա հավանաբար շատ կարևոր է, այն է, որ նա ձեր կամքին հակառակ է գործում։ Եվ իհարկե նա կփորձի ստիպել, որ սխալ ընտրություն կատարեք։ Կա եւս մեկ մեծ խնդիր, որի հետ մարդիկ գործ ունեն։ Դա պասիվությունն է։ Տարիներ առաջ ես կարդացի Watchman-ի հոգևոր մարդը գիրքը, որն ինձ շատ բան սովորեցրեց։ Որովհետև նա իրականում անդրադառնում է ամբողջական մարդուն, մտքին, կամքին, զգացմունքներին։ Եվ նա շատ է խոսում պասիվության վտանգներից։ Իսկ պասիվ մարդը նա է, ով գործողություններ չի ձեռնարկում։ Նա ուզում է, որ Աստված կամ ինչ-որ մեկը ամեն բան անի իր փոխարեն։ Ծուլությունը դրա մի մասն է, հետաձգումը դրա մի մասն է, բայց պասիվ մարդը չի օգտագործում իր կամքը վճռականորեն անելու այն, ինչ գիտի, որ պետք է անի։ Նա սպասում է մինչև որ ցանկանա։ Գիտեք, որպեսզի պատրաստ լինեի այսօր այստեղ գալու եւ սովորեցնելու, ես ստիպված էի արթնանալ առավոտյան ժամը 5-ին։ Լավ է, որ ես վաղ արթնացող մարդ եմ, բայց ենթադրենք այդպես չէ, այն փաստը, որ ես չէի ցանկանում արթնանալ ժամը 5-ին, չէր նշանակում, որ կարող էի պարզապես ասել ես չեմ արթնանալու ժամը 5-ին։ Բայց գիտեք, կան մարդիկ, որոնք ըստ էության ոչինչ չեն անի, մինչև չցանկանան։ Եվ մենք չենք կարող պարզապես անել այն, ինչ ցանկանում ենք, կամ չանել այն, ինչ չենք ցանկանում։ Մենք ունենք ազատ կամք։ Եվ Աստված տվել է մեզ ազատ կամք, քանի որ ցանկանում է, որ օգտագործենք այն իր կամքը ընտրելու համար։ Նա չի ցանկացել ունենալ մի խումբ ռոբոտներ, որոնք պարզապես ծրագրավորված են կատարելու այն, ինչ նա ասում է։ Նա ցանկացել է, որ մենք սիրուց մղված ընտրենք կատարել իր կամքը։ Այսպիսով մենք ընտրում ենք կատարել Աստծո կամքը յուրաքանչյուր իրավիճակում, անկախ նրանից ցանկանում ենք դա թե ոչ։ Եվ Մատթեոսի ավետարանում 3 անգամ գրված է, որ Հիսուսը խնդրեց իր հորը. Եթե հնարավոր է, թող այս բաժակն անցնի ինձնից։ 3 անգամ նա նույն աղոթքն արեց։ Եթե հնարավոր է, թող այս բաժակն անցնի ինձնից, բայց եւ այնպես թող քո կամքը լինի եւ ոչ թե իմ։ Եթե նա նույն աղոթքն արեց 3 անգամ, իսկապես չէր ցանկանում անցնել դրա միջով։ Կարծում եմ, երբեմն մենք չենք գիտակցում սա։ Աստվածաշունչն ասում է, որ նրա քրտինքը ինչպես արյան կաթիլներ թափվում էր երկրի վրա, երբ նա աղոթում էր։ Նման բան կարող է պատահել, բայց միայն այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը չափազանց մեծ լարվածության մեջ է, որը նույնիսկ հնարավոր չէ պատկերացնել։ Այսպիսով, նրա համար չափազանց դժվար էր Աստծո կամքին հետևելու որոշում կայացնելը։ Անչափ դժվար էր։ Ամեն անգամ նա ասում էր. «Հայր, թող այս բաժակն անցնի ինձնից, եթե հնարավոր է թող այն անցնի ինձնից»։ Նա նաև ասում էր. «Բայց եւ այնպես թող քո կամքը լինի եւ ոչ թե իմ»։ Այսպիսով նա իրականում ասում էր. «Ես չեմ ուզում անել դա»։ Բայց նա ավելի շատ ուզում էր անել այն, ինչ Աստված էր ուզում, քան այն, ինչ ինքն էր ուզում։ Ես կկրկնեմ. Երբեմն ես ասում եմ բաներ, որոնք կարծում եմ պետք է կրկին ասվեն։ Ուսուցումների ժամանակ ես բավականին հաճախ եմ ասում սա, որովհետև իսկապես այդպես էր։ Նա ավելի շատ ցանկանում էր անել այն, ինչ Աստված էր ցանկանում, քան այն, ինչ ինքն էր ցանկանում։ Այսպիսով բոլորս կարող ենք ցանկանալ անել ինչ-որ բաներ, եւ շատ անգամներ Աստված կտա ձեզ ձեր սրտի ցանկությունը, բայց նա ուզում է, որ թույլ տաս, որ ինքն ընտրի թե ինչպես եւ երբ անի դա, այլ ոչ թե ինքնուրույն գործեք եւ փորձեք ամեն բան անել ձեր ուժերով։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։